Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Օրհնում եմ մեր օրը, մեր հոգին, մեր սիրտը, մեր շունչը, մեր կամքը, մեր զգացմունքները, մեր ժամանակը, մեր մարմինը, մեր օրգանները։ Ինչ սերմեր կան ցանված մեր կյանքում, որ Աստծուց չէ, թող Աստված իր ողորմությամբ արմատախիլ անի ու վառի դրանք, որ չար պտուղներ չտան, որտեղ կա հիվանդություն, որտեղ կա հորմոնալ խանգարումներ, որտեղ կան անհամապատասխանություն այն օրիգինալ դիզայնին, որով Աստված մեզ ստեղծել էր, նախնական մարդուն, առաջին մարդուն, թող անհամապատասխանությունները Աստծո ողորմությամբ վերանան և մեր մարմինները դառնան օրիգինալ դիզայնին։ Ես օրիգինալ դիզայն եմ հռչակում ինձ վրա, ընտանիքիս բոլոր անդամների վրա ու յուրաքանչյուրիս վրա։ Իմ երկնային Հայր, իմ Տեր, իմ Աստված, խնդրում եմ ինձ համար, ամուսնուս համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, գերդաստանիս ամեն անդամի համար, ամեն հայի համար, խնդրում եմ ինձ լսողների ու նրանց ընտանիքի անդամների համար, խնդրում եմ մեր թշնամիների համար, որ մեր սրտի մեջ քո սերը առատությամբ լցնես ու քո ցանկությունները դնես մեր սրտերում, Տեր Աստված, որպեսզի քո սերը մեր մեջ լինի այն դրդապատճառը, որ մենք հավատանք քեզ ու վստահենք քեզ ու մեղքից հեռանանք։ Աղոթում եմ ու խնդրում եմ, իմ Հայր, որ օգնես յուրաքանչյուրիս, որ այնպես ապրենք, որ մեր կամքը, մեր բոլոր ցանկությունները, մեր ընտրությունները, մեր բոլոր որոշումները լինեն քո սիրուց մղված ու Սուրբ Հոգով առաջնորդված։ Տեր, խնդրում եմ բժշկի մեր սրտերը, օգնի մեզ մաքրել մեր սրտերը կեղտից, ցավից, վիրավորվածությունից, դառնությունից, ամեն պղծությունից ու մեր լեզվի վրա փականք տիր, որ մեզ անպատվողին չանպատվենք, այլ նրանց համար աղոթենք, որովհետև սիրում ենք քեզ, որ որևէ մեկին նյութական վնաս չհասցնենք, որովհետև սիրում ենք քեզ, այլ եթե կարող ենք նրանց օգնենք ինչ-որ կերպ, որովհետև սիրում ենք քեզ, որ չստենք, սուտ վկայություն չտանք, չհայհոյենք, որովհետև սիրում ենք քեզ, ներենք աններելին, որովհետև սիրում ենք քեզ ու դու էլ մեզ ներեցիր աններելին, չանիծենք, չբամբասենք, չչարախոսենք, որովհետև սիրում ենք քեզ, չշնանանք, կռապաշտության հետևից չվազենք, որովհետև սիրում ենք քեզ ու քո պատվիրանները, խաղամոլությամբ, թմրանյութերով, ծխելով, խմելով, կախարդությամբ, գուշակությամբ չզբաղվենք, որովհետև սիրում ենք քեզ, և նման ամեն կարգի չարիքից ու մեղքից հրաժարվենք, որովհետև սիրում ենք քեզ, և որովհետև նախ դու, Տեր, իմ Աստված, սիրեցիր մեզ, քո որդուն մեր մեղքերի համար խաչը հանեցիր, որ մեր փրկագինը լինի նա։ Դրա համար խնդրում եմ, Տեր, աշխատի մեր սրտերում, փոխի մեր սրտերը, որ մենք մեր հանդեպ քո տածած սիրուն փոխադարձ սիրով արձագանքենք, խորը սիրով, անսասան սիրով, հավատարիմ սիրով, ու մեր կյանքը քո սիրո ու շնորհի վրա հիմնված լինի, ու մենք քո սիրով առաջնորդվենք, ու այդ ժամանակ մեղքից ազատվելը, ապաշխարելը այդքան տառապալից չի լինի մեզ համար։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Իսկ հիմա եկեք վերադառնանք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետությունը գրքին, և մենք խոսում ենք այս 2, գուցե 3 օրը, այն խոչընդոտների մասին, որոնք ապաշխարության ճանապարհին են, այսինքն այն ամենը, որ խոչընդոտում են մարդուն ապաշխարել։ Եկեք արագ թվարկենք նախկինները, դուք նախկին բոլոր դասերը լսեք,
համամասն հասկացողության համար։ Բայց առաջին պատճառը, առաջին խոչընդոտը այն է, որ մարդիկ չեն գիտակցում, որ ապաշխարության կարիք ունեն։ Երկրորդ խոչընդոտը ապաշխարության այն է, որ մարդիկ ապաշխարելը հեշտ բան են համարում, թեթև բան, հեշտությամբ արվող ու մտածում են, որ վերջին վայրկյանին էլ կարող են անել։ Երրորդ խոչընդոտը չապաշխարելու այն է, կամ ապաշխարելու այն է, որ մարդիկ Աստծո ողորմածության վերաբերյալ սխալ թերի ենթադրություններ են անում ու սխալ կարծիք ունեն։ Չորրորդ խոչընդոտը, որ մարդը չի ապաշխարում, այն է, որ մարդիկ ծույլ են, անբան ու դրա պատճառով հետաձգում են ապաշխարությունը, չեն ուզում ջանք գործադրել, ցանկանում են հարմար կյանքով ապրել։ Հինգերորդ պատճառը չապաշխարելու այն է, որ մարդիկ հաճույք են ստանում մեղքից, հաճույք են ստանում անիրավությունից ու չարիքից։ Ճշմարտությանը չեն հավատում, այլ մեղքի ստերին են հավատում։ Վեցերորդ խոչընդոտը այն է, որ մարդիկ կարծում են, թե ապաշխարությունը կխլի իրենց ուրախությունը, իրենց հաճույքները։ Այս ամենի մասին մենք արդեն խոսել ենք, իսկ հիմա այսօր անցնենք 7-րդ և 8-րդ պատճառներին։ Ապաշխարության 7-րդ խոչընդոտը հուսահատությունն է ու հուսալքությունն է։ Հուսահատությունը և հուսալքությունը։ Մի վայրկյան։ Հուսահատ ու հուսալքված մեղավոր մարդը կարծում է և ասում է, որ իր համար անիմաստ է ապաշխարել, որովհետև իր մեղքերը այնքան մեծ են, այնքան զազրելի են կամ այնքան շատ են, որ իր համար էլ հույս չկա։ Երեմիա 18-րդ գլխի 11-12-ում ասվում է. «Եվ հիմա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին ասա. Տերն այսպես է ասում. ահա ձեզ համար ես չարիք եմ պատրաստում և ձեր դեմ մի խորհուրդ եմ խորհում. ամեն մեկդ դարձի եկեք ձեր չար ճանապարհից և բարեփոխեք ձեր ճանապարհները և ձեր արարքները, բայց նրանք ասում են. անհույս է, որովհետև մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու և յուրաքանչյուրս իր չար սրտի կամակորությունն է անելու»։ Երբ Աստվածաշունչը խոսում է Իսրայելի հետ, սա բոլորիս է վերաբերում։ Իսրայելը օրինակ է բոլորիս համար, Աստված օգտագործում է այս ժողովրդին ամենքիս համար, և տեսեք ինչ է ասում, Աստված իրանց պարզ ասում է, ես ձեր դեմ չարիք եմ անելու, չարիք եմ պատրաստում, ու ասում է, որպեսի դա չլինի, հետ դարձեք ձեր չար ճանապարհներից, ձեր չար արարքներից, և ժողովուրդը ինչ է ասում, անհույս է, մենք որոշել ենք ոչ թե Աստված քո խորհուրդներին հետևենք, այլ մենք մեր խորհուրդներին ենք հետևելու։ Ու մենք, ասում է, մեր չար սրտի կամակորությունն ենք անելու։ Եվ սա է պատճառը չապաշխարելու, որ մենք մեր ուզածն ենք ուզում անել։ Մեր մեղքերը մեզ սարերի պես են թվում, և մենք չենք կարողանում պատկերացնել ու հավատալ, որ Հիսուսը դրանք իր վրա է վերցրել, մեր մեղքերի փրկագինը վճարել է, ու երբ մենք ապաշխարում ենք, Աստված դրանք հեռացնում է մեզանից, ու ծովն է նետում, ու էլ չի հիշում։ Այս հուսահատությունը անհավատության պտուղն է և նաև կամակորության ու ապստամբության պտուղն է։ Տեսակ ինչ էին ասում, անհույս է, որովհետև մենք որոշել ենք ապստամբել քո դեմ։ Այսինքն հուսահատությունը նախ անհավատության, ապստամբության, ըմբոստության արդյունք է։ Եվ անհավատությունը, ապստամբությունը մեղքին տալիս է ավելի մեծ զորություն մեր մտքում, իսկ Աստծուն ներկայացնում է որպես անողորմ դատավոր, ու անհավատությունը մարդու հոգում համոզում է և ապստամբությունը
ասում է փախիր Աստծուց, ոչ թե վազի Աստծո մոտ ապաշխարելու։ Ասում է քո ուզածը արա, ոչ թե Աստծո խորհուրդը։ Սա վտանգավոր է, մահացու վտանգավոր է, որտեվ խաղ ես անում դժոխք գնալու հետ։ Ամեն մեղավոր մարդ իր մեղքերի համար ողորմության կարիք ունի։ Չկա այդպիսի մարդ, որ Աստծո ողորմության կարիքը չունի, բայց հուսահատությունը, հուսալքությունը հիմնված անհավատության վրա, հիմնված ապստամբության ու ըմբոստության վրա կամ կիսատ պռատ հավատի վրա մերժում է Աստծո ողորմությունը։ Նման մարդը մերժում է Քրիստոսի արյան դեղը և գետնին է շպրտում, անարգում է, հետ է բրդում Աստծո ողորմածության ձեռքը։ Հուդա Իսկարիովտացին, ով մատնեց Քրիստոսին, դատապարտվեց ոչ միայն իր դավաճանության համար և սպանության համար, որտև իր դավաճանության արդյունքում սպանվեց Քրիստոսը ու ինքը մասնակից եղավ այդպես Քրիստոսի սպանությանը, բայց նա դատապարտվեց նաև Աստծո ողորմության հանդեպ անվստահության համար։ Դա եղավ նրա կործանման պատճառը նաև։ Օրինակ, տեսնում ենք, որ երբ որ նա տեսնում է, որ Քրիստոսին ձերբակալել են, խաչում են, պիտի խաչեն, ծեծում են եւ այլն, Հուդան լացեց, տարավ իրեն տրված 30 արծաթը, որ կրոնավորները տվել էին իրեն Քրիստոսին մատնելու համար, տարավ հետ տվեց փարիսեցիներին։ Բայց Հուդան Հիսուսի մոտ չգնաց, չապաշխարեց, իրեն չնետեց Աստծո ողորմության գիրկը, այլ ընկավ հուսահատության մեջ և ինքնասպան եղավ։ Ինչու մենք այդքան սխալ ու դաժան մտքեր ունենք Աստծո մասին, որովհետև հավատացել ենք սատանայի ստերին, ընկել ենք ապստամբության, հակառակության, անհավատության մեջ ու չենք ճանաչում իրական Աստծուն։ Իրական Աստված բացահայտված է Աստվածաշնչում, նա քո մտքում չէ, չկա իմ Աստված, քո Աստված, իմ ձևով հավատալ, քո ձևով հավատալ։ Հայերի մեջ շատ է ընդունված, ես իմ Աստվածը ունեմ, մեծամասամբ ինչի նկատի ունեն, կուռքեր են այդ աստվածները, կամ էլ իրենց մտածելակերպն են դարձրել կուռք։ Իրական Աստվածը բացահայտված է Քրիստոսի միջոցով Աստվածաշնչի մեջ, ուրիշ ոչ մի տեղ։ Ցանկացած այլ պատկերացում, որ դու ունես Աստծո մասին, որ չի համապատասխանում Աստվածաշնչին, դա կամ սատանայից է, կամ կուռքեր են, որոնց հետևում դևերն են կանգնած։ Աստված ողորմած է և կարեկից բոլոր զղջացող, ապաշխարող մեղավորների հանդեպ, իհարկե եթե նրանք Քրիստոսին են հավատում։ Հովել 2 գլխի 13-ում ասվում է. «Եվ պատռեք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները», այսինքն սրտից պետք է լինի ապաշխարությունը։ Ապաշխարությունը արտաքին բան չի։ Հուդան արտաքին լացեց, տարավ 30 արծաթը տվեց, բայց չդիմեց Աստծո ողորմությանը, նրա սիրտը չապաշխարեց։ Եվ ետ դարձեք դեպի Տերը ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստական ներելու։ Ահա Աստծո կերպարը կամ նրա կերպարի մի մասը։ Հակոբոս 2 գլխի 13-ում կարդում ենք, որ ողորմածությունը արհամարում է դատաստանը, այսինքն մեր ապաշխարությունը դրդում է, որ Աստծո ողորմածությունը գործի և ոչ թե Աստծո զայրույթը ու արդարությունն ու դատաստանը։ Աստված իր ողորմությունը համարում է իր փառքը։ Ելից 33-ի 18-ից 19-ում ասվում է. Տերն ասաց Մովսեսին. «Այդ քո ասած բանն էլ կանեմ, որովհետև իմ առջև շնորհ գտար, և ես քեզ ճանաչում եմ քո անունով,
Մովսեսն ասաց. աղաչում եմ, ցույց տուր ինձ քո փառքը։ Տերն ասաց. ես իմ ամբողջ բարությունը, իմ ողորմածությունը կանցկացնեմ քո առջևից եւ Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ, ում ողորմելու եմ կողորմեմ, ում գթալու եմ կգթամ։ Իսկ ում է ողորմում ու գթում Աստված։ Նա կողմնապահ Աստված չէ։ Հետևաբար Աստված ողորմում ու ներում է նրանց, ովքեր ընդունում են Հիսուսին, իր որդուն, ինչպես Աստված կարգել է, եւ ապաշխարում են, հնազանդվում են Աստծո կամքին ու խոսքին։ Մենք ինքներս, որպես մարդիկ, մեր մեջ ողորմության որոշ կաթիլներ, մաս ունենք, բայց Աստված ողորմության հայրն է։ Երկրորդ Կորինթացիների 1:3 կարդում ենք. Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, հայրը գթությունների եւ Աստված ամեն մխիթարության։ Աստված կյանք է տվել բոլոր այն ողորմություններին, որ կան մեր մեջ։ Այսինքն, եթե դու մի քիչ ողորմած ես, դա Աստված է քո մեջ դրել, որովհետև դու իր պատկերով ես ստեղծված։ Բայց որքան մենք ապստամբում ենք, որքան անհավատության մեջ ենք, որքան Աստծուց հեռանում ենք, այնքան եւ ողորմածությունը, եւ գթությունը, եւ Աստծո սերը, եւ ապաշխարելու մեր ունակությունը պակասում է։ Աստված քնքշության ու կարեկցանքի Աստված է։ Իհարկե նա նաև արդարության Աստված է եւ սուրբ է։ Հիշում եք, պատճառներից մեկը ասեցինք, որ մարդիկ Աստծո ողորմածության մասին սխալ կարծիք ունեն։ Աստծո ողորմածությունը չի տրվում նրանց, ովքեր չեն գալիս Աստծո դռանը։ Աստծո ողորմածությունը չի նշանակում, որ Աստված քեզ չի դատի, եթե խելքի չգաս։ Այն պահին, երբ մենք սգում ենք մեր մեղքի համար, Աստծո սիրտը հալվում է։ Այն պահին, երբ մեր արցունքները թափվում են, Աստծո ողորմությունը վառվում է։ Ովսե 11:8 Աստված ասում է. Ես քեզ ինչպես թողնեմ, ով Եփրեմ, քեզ ինչպես հանձնեմ, ով Իսրայել, ես քեզ ինչպես ադմայի նման դարձնեմ, Սեբոյի մի պես անեմ, սիրտս գալարվում է իմ ներսում, բորբոքվում է կարեկցությունս։ Աստված տեսնում է, որ դու ապստամբ ես, բայց նրա սիրտը քո համար ցավում է, նրա կարեկցությունը բորբոքված է, բայց Աստված իր արդարության, իր դրած կարգ ու կանոնի դեմ չի գնա, իր խոսքի դեմ չի գնա քեզ փրկելու համար։ Դու պիտի քո կյանքը փոխես, քո ընթացքը փոխես, գաս։ Աստված պատրաստ է քեզ փրկելու։ Դու ես քեզ պատժում Աստծու մոտ չգալով։ Ուրեմն սիրելի մարդիկ, մի ասեք, որ հույս չկա, որ ներում չկա, այլ փոխարենը ձեր մեղքերի բանակը վերացրեք, ձեր մեղքերի համար ապաշխարեք, ձեր մեղքերի դեմ պատերազմեք, որ Աստված էլ հեռացնի իր ցասումն ու դատաստանը։ Հիշենք, որ Հիսուսը մեր մեղքերը իր վրա է վերցրել, մեր փրկագինը վճարել է, դա կատարված է, ու մեր մեծ ու գարշելի մեղքերը կուլ են գնացել Աստծո անսահման կարեկցանքի ծովում, երբ մենք ապաշխարում ենք Աստված ողորմության շնորհ է տալիս մեզ։ Հիմա դառնանք 8-րդ խոչընդոտին։ Ապաշխարության 8-րդ խոչընդոտը այն է, որ մարդիկ անձեռնմխելիության հույս ունեն, կարծում են իրենք անձեռնմխելի են Աստծո համար եւ Աստծո դատաստանի համար։ Մարդիկ իրենց խաբում են ու փափուկ բարձ են դնում իրենց գլխի տակ, իհարկե սատանայի օգնությամբ, ու շարունակում են մեղքի մեջ մնալ ու չապաշխարել, որովհետև կարծում են, որ Աստված այսքան ժամանակ խնայել է իրենց, ուրեմն երբեք էլ չի պատժելու իրենց, որ Աստված չի տեսնում իրենց ու իրենց արածները։ Սաղմոս 10:11 ասվում է. Նման մարդը ասում է իր սրտում. Աստված մոռացավ, Աստված թաքցրեց իր երեսը, նա բնավ չի տեսնի։ Նրանք կարծում են, քանի որ դատաստանի օրը ուշանում է,
ուրեմն իրականում դատաստան չի էլ լինելու, որ այս ամենը սուտ է, կեղծիք է։ Բայց երկրորդ Պետրոս նամակի 3 գլխի 9-ում Պետրոս առաքյալը բացատրում է, ինչու է Աստծո դատաստանը ուշանում, եթե ուշանում է։ Եվ նա ասում է, Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան։ Այսինքն ոչ թե Աստված դատաստանը ուշացնում է, այլ Աստված այնքան կարեկից է, որ որքան հնարավոր է հետաձգում է դատաստանը, որ ամեն մարդ ապաշխարության գա։ Տեսնում եք, որ առանց ապաշխարության չենք կարող փրկվել։ Սա Աստծո շնորհն է, բայց Աստված չի կարող անսահմանորեն հետաձգել դատաստանի օրը։ Այդ օրը որոշված է։ Տեր Աստված իսկապես երկայնամիտ ու համբերատար է մեղավորներիս նկատմամբ եւ հույսով լի է, որ իր համբերությունն ու սերը կբերեն մեզ ապաշխարության։ Բայց ահա նման մարդկանց, այն մարդիկ, որ հրաժարվում են ապաշխարել, նրանց թշվառությունը կայանում է նրանում, որ մտածում են, քանի որ Աստված հետաձգում է, ուշացնում է պատիժը, իր ողորմությունից դրդված, նրանք էլ հետաձգում են իրենց ապաշխարությունը։ Բայց դա չի իմաստը։ Աստված հետաձգում է, որ դու հիմա ապաշխարես, որ երբ որ դատաստանի օրը գա, որ դու չգիտես, որ կարա վաղը լինի, կամ մահդ վաղը գա, կամ Քրիստոսի վերադարձը վաղը լինի, դու ապաշխարած լնես, չկորես։ Իմացեք, որ Աստծո համբերության, շնորհի ու ողորմության ժամկետը շուտով կսպառվի։ Կար ժամանակ, երբ Աստված կասի, եկել է դատաստանի օրը։ Պարտատերը կարող է համբերատար լինել պարտապանի հանդեպ, բայց այդ համբերությունը չի նշանակում, որ պարտապանը վաղ թե ուշ չի վճարելու իր պարտքը։ Աստված տեսնում է ու գիտի, թե որքան երկար է քո հանդեպ համբերատար եղել, որքան երկար ես դու ասել, վաղը կապաշխարեմ, դե լավ է։ Հայտնության 2 գլխի 21-ում Հիսուսն ասում է Հեզաբել թագուհու մասին, և սա վերաբերում է ամեն մեկիս։ Ես նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց։ Հեզաբելը իր բոլոր մեղքերին ավելացրել էր նաև չապաշխարելու մեղքը։ Եվ ինչ եղավ Հեզաբելի հետ արդյունքում։ Հայտնության 2 գլխի 22-ում Հիսուսը շարունակում է ասելով. Ահա ես նրան անկողին կգցեմ, իսկ նրա հետ շնացողներին մեծապես նեղությունների մեջ, եթե իրենց գործերից չապաշխարեն։ Ուշադիր, ոչ թե հաճույքի անկողին, այլ հիվանդության, նեղության, դաժանության, մահվան անկողին, որտեղ նա կկործանվի իր անօրինության մեջ։ Ուրեմն որքան երկար դու չապաշխարես ու որքան երկար Աստված զսպի իր զայրույթը, այնքան խորը նա քեզ կխոցի։ Աստծո համբերության դեմ մեղքերը մարդու դժոխքը ավելի թեժ կդարձնեն։ Որպեսզի ավելի խորությամբ հասկանանք ով էր Հեզաբելը, ինչ էր արել, որ այդպես շարժել էր Աստծո ցասումը եւ ինչպես ավարտեց իր զազրելի կյանքը, եկեք կարճ պատմեմ։ Հեզաբելը Աքաբ թագավորի կինն էր, որ ղեկավարում էր Իսրայելի թագավորությունը։ Ուրեմն նա թագուհի էր։ Նա չէր ընդունում Եհովա ճշմարիտ Աստծուն ու չէր պաշտում նրան ու ցանկանում էր, որ իսրայելցիները պաշտեին ոչ թե Եհովա ճշմարիտ Աստծուն, այլ Բահաղին, այն չաստվածին, որ ինքն էր պաշտում, որտեղ ինքը ուրիշ ազգից էր եկել, ամուսնացել Աքաբի հետ։ Հեզաբելը անտեսում էր հասարակ ժողովրդի իրավունքները եւ հակադրվում էր Աստծո մարգարեներին։ Շատ մարգարեներ Աստծո սպանվեցին Հեզաբելի ձեռքով։ Նա հալածում էր, նա Եղիա մարգարեին, Եղիշե մարգարեին հալածեց։
Հեզաբելը նաև հրահրեց ներքին վեճ Իսրայելի մեջ, որը թուլացրել էր Իսրայելին տասնամյակներ շարունակ։ Նա ոչնչացնում էր իր բոլոր հակառակորդներին, նա սպանել տվեց մեկին, ով չէր ցանկանում իր այգին վաճառել իր ամուսնուն։ Նա կռապաշտություն բերեց Իսրայել ու պնդում էր, որ մարդիկ պաշտեն ոչ թե ճշմարիտ Աստծուն, այլ Բահաղին։ Նա հայտնի է որպես չար կնոջ կերպար։ Ուրեմն հասկանանք իր մեղքերը. կռապաշտություն, չարախոսություն, սուտ, կեղծիք, Աստծո ժողովրդին հալածել, սպանել, սուտ վկայություններ ներկայացնել, կեղծ չաստվածներին զոհողություններ անել, Աստծո ցասումը բերել ժողովրդի վրա, այնտեղ որն էր էլի կար սովորական ժողովրդի իրավունքը անարգել եւ պառակտություն գցել ազգի մեջ։ Այսինքն ամեն չարիք, որ մենք այսօր գործում ենք, եւ այս դաժան ու բռնակալ գործողությունները հարուցեցին Եղիա մարգարեի արդար բարկությունը Հեզաբելի դեմ։ Եվ Եղիա մարգարեն Աստծո հոգով առաջնորդված ճշգրտորեն մարգարեացավ սաստիկ երաշտի մասին, որ գալու էր, եւ թե ինչպես է Հեզաբելը կործանվելու որպես աստվածային հատուցում Հեզաբելի գործած չարիքի համար։ Ու տեսեք, մեկի չարիքը ժողովրդի վրա էլ է ազդում։ Այդ երաշտը մենակ Հեզաբելի ու Աքաբի համար ված չէր լինելու, ամբողջ ժողովրդի համար։ Որոշ ժամանակ անց Եղիան սպանեց Բահաղի քահանաներին, այն բանից հետո, երբ նրանք պարտվեցին իր հետ մրցավեճում, տեսնելու թե ում աստվածն էր իրական աստված։ Այդ հատվածները կարող եք կարդալ, այդտեղ ընծաներ են բերում դնում եւ Եհովա Աստծո կրակը իջնում ու լափում է, իսկ Բահաղի այսպես կոչված այդ քրմերը ժամերով աղոթում են, ոչ մի բան չի լինում։ Այսինքն երևում է, որ մեր Աստված կենթանի Աստված է, իսկ իրանցները մեռել են, ոչ մի իրանցից բան չեն ներկայացնում։ Ու երբ Հեզաբելը լսում է իր քրմերի սպանդի մասին, նա զայրացած երթվում է սպանել Եղիային, Աստծո մարգարեին, ստիպելով նրան փախչել իր կյանքի համար։ Կարող եք կարդալ Գ թագավորների 17-18 գլուխները։ Կարճ ասած, նրա ամուսին Ահաբը մեռնում է, սպանվում է, Աստված դատում է նրան։ Հետո նրա որդին է սպանվում, եւ Հեուն, Աստծո գեներալը, սպանում է նաեւ Հեզաբելին։ Հեզաբելը այնքան մեծամիտ էր, ու ինքն իր վրա այնքան վստահ ու համարում էր, որ ինքը անձեռնմխելի է Աստծո համար, ու այնքան խափնված, որ իր չաստվածները իրեն կպաշտպանեն։ Նա լրիվ լկտիացրել էր Հեզաբելը, որ նա անգամ սպասում էր Հեյուին ու զարդարվել էր այդ առիթով։ Հեզաբելը պալատի պատուհանից նայում էր ու ծաղրում էր Հեյուին, ու Հեյուին ծաղրելով նա ծաղրում էր Եհովա Աստծուն, եւ Հեուն հրամայեց ներքիններին պատուհանից դուրս նետել Հեզաբելին, եւ այդպես վարվեցին։ Հետո ավելի ուշ, երբ Հեուն հրամայեց, որ Հեզաբելին միևնույնն է պատշաճ կերպով թաղեն, որպես թագավորի դուստր, հա, պարզվեց, որ շները կերել էին Հեզաբելի մարմնի մեծ մասը։ Ոչ ոք անձեռնմխելի չէ Աստծո ձեռքից։ Աստծո զայրույթը շարժողը պատասխան է տալու։ Այն մարդը, որ չի ապաշխարում իր մեղքերից, Աստծո ցասումը գալու է այդ մարդու վրա։ Եթե ապաշխարես, Աստծո պաշտպանությունը, Աստծո ներումը, օրհնությունը, փրկությունը կգա։ Իսկ եթե ոչ, դատաստանի ու կործանման համար ես լինելու։ Աստված սիրում է, Աստված բարեգութ է, Աստված ներող է, Աստված համբերող է։ Բայց պիտի գաս Աստծո առաջ, քեզ գցես ողորմության գահի առաջ, ողորմության ոտքերի առաջ, ապաշխարես եւ Աստված կլսի քո աղոթքը։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք։ Ամեն։